են ինչ են ասում նորությունիկ մեր գործողությունների։ Լարված վիճակ է Արցախի ներկայացուցչության մոտ։ Մի խումբ քաղաքացիներ պահանջում են վերադարձնել թալանված փողերը։ Պահանջը Արցախից թալանվածը վերադարձնվի Արցախցուն։ Եվ ինչ պետք է անի Սամվել Շահրամանյանը։ Կոնկրետ այդ մասով մտածելու ես չունեմ, մտածելու ինքը ունի, երբ որ հելնի, խնդրում եմ այդ տես մի անգամից սենց ու տարով, կետակ ասեք ինչ պետք է անես։ Բայց ինքը հաղորդում տվել է։ Մեր նախագահան հաղորդման մասին ելենք տեղյակ, իրաց սպասի Արտուր սպասի։ Հաղորդման մասին ելենք տեղյակ, ցուսմուկ տալու մասին ելենք տեղյակ։ Ոչ։ Քանի տարվա թալանի մասին է խոսքը, հարցնում են լրագրողները։ Եթե ինձանից ես հարցնում 30 մինչև այսօր ինչքան թալանվել է այդ են պահանջում։ Եթե թալանը չլներ 100% իմացեք, ձեր հայաստանցի եղբայրները որ եկել զոհվել են, հաստատ իմացեք կեսից շատը չէին զոհվի։ Հատե թալանն ասա։ Մենակ Շահրամանյանից եք պահանջում։ Ոչ, բոլորից։ Որտե մեր ներկայացուցիչը մեր նախագահան ինքն է, ինքը պետք է մեզ առաջնորդի։ 10000 հոգի ելնում է հրապարակ ժողովուրդ։ Առանց ներկայացուցիչ մեկ անգլուխ ձիավորները չենք։ Հարցերի պատասխանները ստանալու համար Սամվել Շահրամանյանի հետ են ցանկանում հանդիպել արցախցիները, վրդովված են փակ դռնից։ Ներկայացուցչության դիմաց հավաքվածներին դուր չեն գալիս լրագրողների հարցերը։ Չեմ ուզում, ես ձեր կարիքը չունեմ, մենք հենա մեր Facebook-ը ունենք։ Մենք մեր Facebook-ը մեզ հերիք է, մենք ձեր կարիքը չունենք։ Այս կեղտոտ լրատվականները։ Բոլորի մասին ցավոստը։ Բոլորի մասին։ Լրագրողը ոնց է գալիս ու Այն հարցը, որը որ պետք է տա, որ չի ասում խիեք ընդունում, որ ձեր նախագահան ձեր դեմը դուրը փակում է, այդ հարցը տալու տեղ ասում է ամոթ չի, որ ձեզ սենց եք պահում։ Չէ, ամոթ չի։ Շահրամանյանն առաջարկում է 5 հոգանոց խումբ ձևավորել եւ ներս մտնել, բայց հավաքվածները պահանջում են, որ նախագահը դուրս գա ու բոլորի առջև պատասխանի հարցերին։ Շահրամանյանը համաձայնում է։ Ռեպլիկեքա ուշուսնեա իսմինա իմինա ինիմեջ, սա ոստիկանության կողմից ցուցումա վերևեր տրվալա, իսել ասում, պետք չի որևիցե մինը հավայի քաշքշոցի մաչ ընկներ։ Սամվել Շահրամանյանն ասում է ներկաների հետ մի քանի անգամ հանդիպել է, խոսել են թալանի վերադարձի խնդիրների մասին։ Ինքն էլ կողմ է այդ նախաձեռնությանը, բայց չի կարող իրավական գնահատական տալ, թե ովքեր են թալանչիները։ Այնուամենայնիվ պատրաստ է կազմակերպել իրավապահների ու ակցիայի մասնակիցների հանդիպում դրանց հարցերի պատասխանը ստանալու համար։ Ես ուրախ եմ նման նախաձեռնությանը, ես էլ եմ կողմ, որ այդ թալանը պետք է վերադարձվի մեր ժողովրդին։ Եվ այդ նպատակով դեռ 23 թվականի նոյեմբերի 8-ին իմ կողմից համապատասխան գործություն է գրվել Հայաստանի Հանրապետության դատախազ Տիկին Վարդապետյանին։ Գործումներ գրավվել են ներդրումային հիմնադրամի կրիչները, քրեական գործի շրջանակում նաև Արցախի պետական պաշտոնյաներ են հարձակվել։ Ներկաներին նաև սոցիալական խնդիրներն են հետաքրքրում։ Շահրամանյանը ասում է, այդ ծրագրերը Հայաստանի կառավարությունն է մշակում։ Սպասել մեզանից, որ մենք կկարողանանք ինչ-որ ձև ազդել Հայաստանի կառավարությունը ձևավորել որոշումներից, բացի հանրային ճնշումներից, ես չեմ տեսնում։ Արցախցիներից ոմանք պահանջում են, որ ակցիաները Շահրամանյանն առաջնորդի, եթե ոչ, ասում են թող գա մեկ ուրիշը։ Առաջնորդությունը միայն փողոցում չի լինում, արձագանքում է Արցախի նախագահը։ Ծանր ժամանակահատվածում ես վերցրել եմ իմ վրա այդ պատասխանատվությունը։ Եվ այսօր այս ժողովուրդ այստեղ գտնվելը դրա վկայությունն է։ Երկրորդ մարդ, ով բանացել է Արցախից ժողովրդի դուրս բերելու համար գոյություն չունի։ Ստիպված ենք եղել ադրբեջանական կողմի հետ ուղիղ բանակցություններ իրականացնել, բացել հակարի կամուրջը, որը 10 ամիս փակ է եղել։ Մեջբերելով մամուլի հրապարակումը լրագրողները հարցնում են նաև, թե ինչ առնչություն ունի Սամվել Շահրամանյանը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Երկար տարիներ ազգային անվտանգության համակարգում եմ աշխատել եւ մենք ծանոթ ենք եւ գործընկերային հարաբերությունները բացի դրանից այդ հարաբերությունները ուղղված են նաև մեր ժողովրդի որոշակի հարցերի լուծմանը։ Քննարկումներ ա գնում, որ Արցախի նախագահան ապրում է դղյակներում, չգիտեմ, ունի բիզնեսներ, տաքսի սերվիսներ, գազի զապարավկաններ ա ձեռք բերել, այս ամեն ինչը ճշմարտությանը չի համապատասխանում։ Ես Երևան քաղաքում ապրում եմ 12 թվականին իմ կողմից ձեռք բերված 60 քառակուսի մետրանոց, 2 սենյականոց բնակարանում։ Արցախի հարցը փակված համարող իշխանությանը Շահրամանյանի արձագանքը հստակ է։ Արցախի էջը չի կարելի համարել փակված, մինչև Արցախի ժողովուրդը բռնի տեղահանված է եւ չկա իրենց հայրենիք վերադառնալու արժանապատիվ հնարավորություն։
Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանն Արցախի իշխանությունը դեմ է, քանի որ դա միակ միջազգային հարթակն է, որը ստեղծվել է հենց հակամարտությունը լուծելու համար։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։